Ընկերներ, բարև ձեզ։ Այսօր ուզում եմ խոսամ մի թեմայից, որը կապված է քաղաքականության հետ։ Իրականում գիտեմ, որ շատերը դեռ ուզում եք, որ լավ ապայք, լավ երկրում լինի, արդար լինի, ամեն ինչ նորմալ լինի, նախատեսված գումարը թե ասֆալտների, թե տնտեսության չծախսվի այլ բաների մեջ, այդ նախարարները եւ այլն չծախսեն, չյուրացնեն եւ այլն, ընկերներ։ Դրա համար գիտեք, այդ ամեն ինչը կապ ունի Աստվածաշնչի հետ, հիմա կասեք ինչ կապ ունի քաղաքականությունը, եսի ինչա եւ այլն, բայց ուղիղ կապ ունի, ընկերներ։ Ու գիտեք, շուտով ընտրություններ են լինելու, շուտով ասելով, չգիտեմ, եսի մի որի տարին է, բայց ամեն դեպքում 4 տարին, 5 տարին մեկ լինում է։ Ընկերներ, շատերիդ մոտ հարց կա այդ ժամանակ առաջանման ում ընտրենք, խի ընտրենք, ինչի հիման վրա եւ այլն։ Ընտրեք նրանց ընկերներ, ովքեր իրականում աստվածավախություն ունեն, որ ծածուկ տեղնել գիտեմ, որ իրանց տեսնող կա, որ մեկ Աստված է։ Ընկերներ, այ իրանց ընտրեք այն մարդկանց, ովքեր որ ոչ թե խոսքով, ոչ թե ինչ որ փող ունեն, ծախսում են բարի երևալու համար, այլ ճշմարիտ աստվածավախ մարդկանց ընտրեք։ Ձեզ նախագաներ, չգիտեմ, նախարարներ, պատգամավորներ ու կորտնվեք, ընկերներ։ Դուք էլ ձեր երկիրն եք։ Եթե իրականում ընտրում եք մեկին, ով գիտի, որ Աստծո առաջ հաշվետվություն է տալու, ոչ թե ձեր, այլ Աստծո, որ իր ամեն ծածուկը հայտնի Աստծո առաջ, ընկերներ, արդար աշխատելու այդ մարդը, ուղիղ ասում եմ։ Հետո Աստվածը տենց մարդկանց ասում է իրականում ես իմաստությունը կտամ, ճշմարիտ եմ ասում, եթե Աստծո երկյուղն ունեն, իմաստություն ու հանճարել կունենան, որովհետև առակած գրքում է գրած, ասում է հանճարի ու իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Ընտրեք նրանց ընկերներ, որ աստվածավախություն ունեն, ոչ թե որ իրականում եկեղեցի են կառուցել եւ այլն, այտենց բարերար, որ ճշմարիտ աստվածավախ են, ընկերներ, որ ասենք ամեն հաց ուտելուց առաջ գոհանում են Աստծուն, ամեն ինչի մեջ փորձում են Աստծո խոսքը դիտարկեն, առաջնային դա դնեն, որ որբևայրի աղքատի համար հոգս են անում, ճշմարիտ հոգս են անում, ընկերներ, այտենց մարդկանց ընտրեք։ Դա է ուզում ասել, ընկերներ, ամենը ինչ տեղի ունենում ձեր շուրջը կապված Աստծո Աստվածաշնչի հետ, ընկերներ, չեք կարա բացառեք, չի կարա պոստանից լինի, որ ասեք դե այս ոլորտում Աստված չկար կամ եւ այլն։ Ամեն ոլորտում Աստված, ամենուր, ամեն տեղ առանց Աստծո կամքի, առանց Աստծո տեղեկատվության ոչ մի բան չի լինում, բայց նայում Աստված ձեր սրտերին, ընկերներ։ Եթե ընտրում եք ունայն դեմքերի, երկիրներ ունայն ձևի է ղեկավարվում։ Եթե ընտրեք աստվածավախ մարդկանց, իրականում Աստված կօրհնի ու կլրացնի երկիրը, ամեն կարիք, ամեն պահանջարկ ու կպաշտպանի, կտենաք։ Ընտրեք, տեսեք, ընկերներ, այդ այն չի, որ հիմա ասում եմ պրոստը խոսալու համար։ Եթե ուզում եք տեսնեք դա ճշմարիտ է, ընտրեք այդպես մարդկանց, տեսեք ոնց է ձեր երկիրը ծաղկում։ Դա է ուզում ասել, ընկերներ, ամեն ինչի մեջ Աստծո խոսքը առաջնային դիտարկեք։ Ամեն ինչ դատելուց, որոշելուց, ընտրելուց նայեք Աստծո խոսքին համապատասխանում է թե չէ։ Չարա թե բարի, ընկերներ։ Դա է ուզում ասել, ընկերներ, զուտ ուզում եմ այսօր այս խոսքով կիսվեի, թող Աստված իրապես շատ օրհնի ձեզ։ Աստծո ընտրված ժողովուրդն ենք, ուղիղ ասում եմ, որ Քրիստոսին առաջինն ենք ընդունել որպես մեծ թագավոր ու երբևիցե չենք կորացել ամեն փորձությունների մեջ, ու գիտեմ, որ իր վարձքն ունի ու շատ մեծ է լինելու։ Դրա համար ի սրտե օրհնում եմ ձեզ, ընկերներ, հանուն Հոր, Որդու եւ